Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այս զրույցի ընթացքում մենք խոսելու ենք Իրանում տեղի ունեցող պատերազմի շուրջ հնարավոր զարգացումներից, դրա ռիսկերից եւ վտանգներից, ինչու չէ նաեւ մեր անելիքներից, որոնք թույլ կտային այս կամ այն չափով նվազեցնել հայության արչեւ արկա մարտահրավերները։ Եվ այս ամենի շուրջ մենք զրուցելու ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, պարոն Սարոյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարոյան, ճիշտ ասած, պատահական չի, որ հենց այս թեմայով զրույցին ձեզ հրավիրեցինք, որովհետև մի փոքր հետ գնամ, ես հիշում եմ, երբ 2021 թվականի վերջներ եւ 22 թվականի սկիզբը եւ շատ էր քննարկվում ռուս-ուկրաինական այդ հնարավոր հակամարտության հնարավոր ակտիվ փուլը, դուք կարելի ասել այն եզակի քաղաքագետներից էիք, ովքեր միանշանակ պնդում էին եղած փաստերի վերլուծության հիման վրա, որ ակտիվ փուլը անխուսափելի է, ռազմական բախում լինելու է եւ հիշում եմ ժամանակ մի կարևոր բան ասացիք, որ այդ հակամարտության ելքը որոշելու է նրանով, թե որքանով ուկրաինական հանրությունը ի վիճակի կլինի, կկարողանա հաղթահարել իր մեջ Ռուսաստանի դեմ կռվելու բարդույթը։ Եվ դա ոչ ոք չի կարող հաշվարկել։ Եվ մենք փաստացի, այնպես ինչպես դուք եք կանխատեսել, մենք այդ գործընթացների ականատեսը եղանք, եւ մի քանի օր առաջ Իրանի հետ կապված զարգացումների հետ կապված, մասնավորապես հնարավոր ցամաքային գործողությունների հետ կապված, դուք մի գրառում արեցիք, որ այն ուժը կամ այն երկիրը, այն կողմը, ով առաջինը կորոշի Իրանի դեմ ցամաքային գործողությունը սկսել, կենթարկվի ամենամեծ ռիսկին եւ ամենամեծ հարվածները կստանա։ Ըստ էության այսօր քննարկվում է այն հարցը, որ հավանական է, որ այդ կողմը կարող է լինել Ադրբեջանը եւ այդ փոխկապակցված գործընթացների շրջանակում կցանկանայի լսել ձեր կարծիքը։ Այո, հիմնական խնդիրը մենք մի տարի վերադահետ գնանք եւ տեսնենք, որ այս պատերազմը որ կա, արդեն իսկ նախադեպ գոյություն ունի, այնպես ինչպես 2020 թվականի մեր պատերազմից առաջ քարորիա պատերազմ էր եղել եւ շոշափվել էին բոլոր հնարավոր սցենարները, հնարավորությունները կողմերի, այնպես էլ այստեղ 12-օրյա այդ պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջեւ, որ եղավ, դա պետք է այդպիսի զուգահեռ անցկացնել, թե կողմերը հատկապես ուրեմն իսրայելական կողմը դրանով ինչ խնդիրներ լուծեց կամ ինչ իր համար պարզեց։ Այդ պարզելու արդյունքում բնականաբար մենք եթե հիմա նայում ենք ռազմական գործողություններին, տեսնում ենք հեռահար այդ հրթիռակոծությունները եւ այլն եւ հասկանում ենք, որ հիմնական իհարկե խնդիր կա Իրանին որպես մերձավոր արևելքում տարածաշրջանային ուժի դուրս բերումը, հպատակեցումը եւ այնտեղ արդեն տնտեսական եւ այլ տեսակի շահերի ռեսուրսների հետ կապված Իրանի տիրապետության տակ եղած եւ այլն արդեն այդ ամբողջը ցուլը որ ընկնում է դանակավորները շատանում են արդեն ինչ որ բաժանությունների եւ այլնի հետ կապված, բայց նման կարգի խնդիր լուծելու համար բնականաբար այսպիսի օդային մարտերը կամ հեռահար հրթիռակոծությունները այն ճանապարհը չեն, այն ուրեմն միջոց չեն, որ հնարավոր է նման կարգի հսկա ուրեմն տերությանը այնպես ծնկի բերել, որ կարողանան ուրեմն իրենց առջև դրած նշածս խնդիրները լուծել։ Այստեղ ցամաքային ուրեմն ներխուժումը պարտադիր պայման է։ Իրանը ցույց տվեց, որ անկախ այդ նման կարգի մեծ հարվածներից ինքը կարողանում է ի վերջո չծնկել եւ մնալ, այսինքն անգամ պետության առաջնորդի ղեկավար կազմի, ռազմական ղեկավարության, բացարձակ մեծամասնության մահվան պայմաններում հնարավոր չի ծնկի բերել, հնարավոր է, այո, շատ բաների հասնել ենթակառուցվածքների ոչնչացմանը, զինուժի, մենք գիտենք նավատորմը այլևս գոյություն չունի եւ այլն, բազում այսպիսի պարամետրեր կարելի է նշել, բայց այն իրենց առջև դրված խնդիրը, որ դրել էին ուրեմն Իսրայելը եւ ԱՄՆ-ն, այդ հիմնական խնդիրը հնարավոր չի այդպես լուծել եւ այստեղ է որ հարց է առաջանում այլ կերպ ինչպես կարող են դա
իրագործել եւ ցամաքային պատերազմը անխուսափելի է կամ պետք է նորից հետ քայլ կատարվի եւ ինչ որ այլ բան մտածեն առաջիկա տարիների հետ կապված, բայց քանի որ դեռևս այդ ուժերը մտածում են, որ հնարավոր է Իրանին ծնկի բերել եւ խնդիրը դրվում թե ցամաքային ուրեմն պատերազմի միջոցով դա իրականացնել այս կամ այն կերպ, բայց հարցը հետեւյալն է. Իրանը շրջապատող որևէ տերություն եթե պատերազմի մեջ մտնի, դա առաջի հերթին իր վրա է անդրադառնալու տվյալ տերության։ Իսկ մնացած պետությունները, փոքր ավելի պետությունները, ուղղակի վիճակի չեն, դա անհամապատասխան ուժեր են։ Եվ այս տեսանկյունից խնդիր է դառնում, բա այդ ցամաքային պատերազմը ինչպես անես, դա այդ մոտավորապես երկրորդ համաշխարհային ժամանակ ինչ որ նորմանդական այդ ափանում կատարել ի վիճակի չի, արևմուտքը ի վիճակի չի։ Բոլոր այն վերլուծաբանները, եթե նման կարգի կարծիք հայտնեն, ուղղակի պետք է մի քիչ ժպիտով անցնել այդպիսի բաների վրա։ Եվ ընդհանրապես մի պարամետր կարող եմ ասել, թե ինչի նման կարգի բան հնարավոր չի, որովհետև արևմտյան հանրությունները ուրեմն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլորովին այլ ուրեմն հոգեբանական իրավիճակի են պատրաստվել, նախապատրաստվել եւ այդ հանրությունները ուղղակի վիճակի չեն կռվել։ Այն էլ որտեղ Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելքը բոլորովին ուրիշ հոգեբանություն է եւ շատ նուրբ ռուսերենում որ ասում են, նուրբ գործ է դա։ Այստեղ այդ հանրությունները ուղղակի վիճակի չեն այդպիսի պատերազմներին մասնակցել եւ դրա լինի ոնց ասեմ ամերիկյան զինուժ լինի թե ֆրանսիական, գերմանական, բրիտանական եւ այլն, որքանով էլ որ պատրաստված լինեն եւ պրոֆեսիոնալ լինեն, որքանով էլ պատրաստված լինեն եւ պրոֆեսիոնալ լինեն, Մերձավոր Արևելքում նման կամպանիա իրականացնել, ափ դուրս գալ եւ փորձել այդպես ասած ինչ որ հսկայական հարյուրավոր, հետո հազարավոր կիլոմետրեր ինչ որ ռազմարշավ իրականացնել, դա ուղղակի անհնար է իրենց համար։ Իսկ իսրայելական զինուժը Դե նույնը իսրայելական, բայց մենք պետք է հասկանանք իսրայելական զինուժը ինչ միջոց։ Իսրայելական զինուժը եկեք հասկանանք, Սիրիան իր քթի տակ էր իսրայելական զինուժի համար։ Իսրայելական զինուժը ընդհանրապես կարողացավ Գոլանի բարձունքներից մի քանի կիլոմետր առաջ ընդհանրապես շարժվել եւ կանգ առնել։ Դրանից ավել իր հնարավորությունները թույլ չեն տալիս։ Նկատի ունեմ պատկերացնեք Սիրիան, որը արդեն մասնատված, անուժ գտնվող երկիր լինելով Իսրայելը անգամ դա չկարողացավ շատ ավելին նույն դրուզների հետ կապված եւ այլն շատ մեծ ծավալի ուրեմն անվտանգային գոտի ստեղծել եւ այլն նույնը Լիբանանի հետ կապված այսօր էլ մենք տեսնում ենք այդ իրավիճակը ելուր մնաց Իրան ինքը ինչ որ ներխուժում իրականացնի եւ այլն այնպես որ այդ հարցերը եթե ցամաքայինի հետ կապված բնականաբար արևմտյան ուժերը նայում են միայն Մերձավոր Արևելքում իսկապես որ ուժերը կարող են այդպիսի խնդիր լուծել եւ գալիս կանգ են առնում թվականակով ուրեմն մեծ հանրությունների դրանք քրդերն են եւ ազերիներն են որոնք ամենամեծ ներուժ ունեն նման խնդրի մեջ մտնել բայց արդյոք հնարավոր է իրենց ներգրավել այստեղ արդեն հարց է ծագում եթե պիտի ներգրավեն որ ճանապարհներով պետք է ներգրավեն եւ այլն այսօր թե Իրաքը թե Սիրիան թե Թուրքիան թե Ադրբեջանը բոլորն էլ իրենց հաշիվ են տալիս որ նման կարգի ցամաքային պատերազմը ուղղակի կործանարար կդառնա հենց իրենց համար որովհետեւ Իրանը շատ ծանր քաշային է Այդ խոսքը նրա մասին չի որ տեխնոլոգիապես այո տեխնոլոգիապես հետա է ընկած եւ այլն բայց ամեն դեպքում տասնյակ միլիոնավոր մարդկանց կրոնական գաղափարական լեցուն ուրեմն այդ շիա մահմեդականությունը շիա իսլամը այդպիսի ասենք կոնսոլիդացիա է ապահովում ելուր մնացած պետությունների շիա բնակչության հետ կապված Իրաքի, Բահրեյնի եւ այլն եւ այս տեսանկյունից մտնել
մտնել նման կարգի քաոսի մեջ եւ սեփական պետականությունները հարվածի դնել, դա շատ 100 անգամ պետք է մտածեն եւ մտածում են։ Եվ այդ տեսանկյունից է, որ պարզ է, որ եթե փորձեն մտնել, ապա առաջի հերթին իրենք են վառվելու։ Խոսքը նրա մասին ինչ որ Իրանը դրանից հա, իհարկե, Իրանն էլ իր հերթին դուժելու է միգուցե եւ ծնկի եւ այլն, բայց այդ որտեղից որ այդ ներխուժումը տեղի ունենա, այն ժողովուրդները կամ այն պետությունները, որոնք առաջին այտենց ջութակ կփորձեն հանդես գալ, իրենք ուղղակի կավիրվեն, պետականությունները կարող չլինեն։ Սա է ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որը փաստի առաջ է կանգնեցրել եւ այսօր մենք տեսնում ենք Իրանի զարգացումների շուրջ լուծումներ կարծես թե չկան։ Շատ լավ, տեսեք, հայկական իրականության մեջ մի այսպիսի վարկած կամ հիպոթեզ է պատտվում, որ իրականում Ադրբեջանը մեծ ընտրություն չունի, քանի որ մենք այսպես պատկերավոր ասեմ 2020 թվականին Արցախը գրավելու համար ստացած այսպես ասեմ օգնության կամ աջակցության հաշիվը վճարելու ժամանակը եղել։ Այս տեսակետից ինչ կասեք։ Ըստ էության նաև մենք կարող ենք ասել, որ 2020 թվականի պատերազմը եւ հայկական Արցախի ոչնչացումը եւս Իրանի դեմ գործողության նախապատրաստում էր, որովհետեւ հայկական Արցախը ինքը բարձրացնում են Իրանի անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով, սկսած սահմանի երկարությունից, տրամադրությունից եւ մնացած ամեն ինչից։ Ինչ կարծիք եք այս մասին։ Նախ իհարկե նշեմ, որ 2020 թվականի պատերազմը ընդհանրապես աշխարհակարգի փոփոխության նախակարապետն էր եւ հենց մտածված էր հենց այդպես էլ, որ առանց այդ խնդիրը լուծելու անցնել մյուս խնդիրների լուծման ուղղակի հնարավոր չի։ Եվ դա մի կողմ, բայց հիմա թողնենք, հիմա Ադրբեջանի մասին խոսենք։ Ես հիմա ինչ որ ասեցի Իրանի հետ կապված եւ ընդհանուր այս պատկերը, հիմա ինչ որ պետք է ասեմ Ադրբեջանի հետ կապված, սկզբից կարող է թվալ, որ իրար հակասում են։ Իմ մի բանը հակասում է մյուսին, բայց իսկապես Ադրբեջանը շատ վատ վիճակում է գտնվում, որովհետև նա կաշկանդված է երկու աղբյուրներից, որոնք հովանավորում են իրենց։ Այդ ռեժիմը պահպանվում է, երրորդ մի կողմ եմ թողնում, երրորդ լռում է ռուսական, Կրեմլը լռում, մենք բոլորս տեսնում ենք։ Եվ խելամտության տեսանկյունից քաղաքական այդպիսի դիրքավորումն էլ հենց ճիշտ է, որ իրանց Կրեմլի տեսանկյունից այս պահին, բայց այդ երկու հիմնական հովանավորները այս պահի դրության որ ունի Էրդողանը եւ Նաթանյահուն, այստեղ արդեն լուրջ ջանքեր են պահանջում Ալիևից եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունից, որպեսզի կարողանան խուսանավել շահերի բախումից, որովհետեւ Թուրքիայի շահը նա է, որ բացարձակ այդպիսի պատերազմ թույլ չտա, ընդհանրապես թույլ չտա, բոլորի համար պարզ է այսօր, որ Իրանից հետո Թուրքիան հերթն է գալու եւ այստեղ ոչ թե անգամ Թուրքիան ավելի ընդլայնվելու խնդիր է լուծելու, ոչ, արդեն իսկ այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի այն դիրքերը, որը նա ձեռք է բերել Սիրիայում եւ Իրաքում, սիրիական նախորդ վարչակազմի անկումից հետո ուղղակիորեն առաջնային սպառնալիք են դարձել Իսրայելի համար եւ այս տեսանկյունից մի նոր դիրքեր ապահովել արդեն Իրանում կամ Հարավային Կովկասում եւ այլն, թուրանական անգամ աշխարհում ուղղակի թույլ տալ չի կարելի եւ այս տեսանկյունից է պետք հասկանալ, որ այն ինչ որ կա վերաբերող վերջի օրերի զարգացումներին Իրանին ներգրավելու ցամաքային պատերազմի մեջ հիմնական խնդիրը այո Թուրքիային ներգրավելու խնդիր է ընդրված, որովհետև Ադրբեջանը ինքն իր ուժով նաև հեսա դրա մասին խոսենք, բայց ընդհանուր առմամբ այս ամբողջ բանը, որ ես նշեցի, Իրանին այլ պետություն ուղղակի չի կարող այդպիսի մարտահրավեր ձեռնոց նետել, դա տերություն պետք է լինի, որ կարողանա եւ այդպիսի տերություն Մերձավոր Արևելքում ըստ էության որ կարող էին մտնել, դա կամ Ռուսաստանը պետք է լիներ կամ Թուրքիան պետք է լիներ, այլ պետության մասին չի կարելի խոսել, հնարավոր չի խոսել։ Եվ այս տեսանկյունից պետք է հասկանալ, այո, որ Թուրքիային ներգրավելու խնդիր կա, բայց թուրքերը դա շատ լավ հասկանում են, քաղաքական հասունության տեսանկյունից պետք չի կասկածել այդ առումով եւ
Ալիևի ողջ խնդիրը, որ նա կաշկանդված է նման կարգի որոշումով, որ չպետք է թույլ տա նման կարգի պատերազմ, դա մի տիրոջ ուրեմն պահանջն է։ Մյուս տերը բայց Նաթանյահուն իհարկե հակառակի մեջ է շահագրգռված, որովհետև խնդիր կա ուրիշի ձեռքերով Իրանի խնդիրը լուծել եւ միանգամից երկու խնդիր, այսինքն ռեգիոնալ առումով մերձավոր արևելքում չեզոքացնել թե Թուրքիային, թե Իրանին։ Եվ այս պատերազմը շահառության տեսանկյունից, այո, հիմնական գլխավոր եւ կարելի ասել միակ շահառուն Իսրայելն է, որ այդպիսի պատերազմ լինի։ Եւ այս տեսանկյունից է, որ պետք է նայել Ադրբեջանի ներկա այս խուսանավումների ճանապարհը։ Մենք անընդհատ տեսնում ենք, չէ, այդ էսկալացիան եւ նորից անկումը, էսկալացիան եւ անկումը, անգամ Նախճեվանի հետ կապված այս ռմբակոծությունը եւ այլն, Էրդողան խաղում է, Էրդողանը սահման է փակում, Էրդողանը դիվանագետներ է բերում, այսօր նորից ճանապարհը սահմանը բացել է Ադրբեջանը այսօր բացել է, հա, գներեք, Ալիևը խաղում է, որովհետև այլ ճար չունի, այսինքն նա չի կարող միակողմանիորեն մի դիրքավորում վերցնել, մի ճանապարհով գնալ, որովհետև ամեն ինչի համար գին կա եւ այդ գինը իրեն են տրվել 2020 թվականին, 2023 թվականին Իսրայելի կողմից նախապատրաստվել է այս օրը եւ փորձում է խուսանավել եւ կարծես թե կարողանում է խուսանավել, որքան դա կտևի, դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց իրավիճակը այսպիսին է։ Շատ լավ, այս տեսակետից կուզեմ անդրադառնանք նաև թուրքական աշխարհի այսպես կոչված հայտարարությանը, երեք Թուրքիայում հայտարարություն հնչեց, որ թուրքական աշխարհը միասնական ճակատով է հանդես գալիս եւ երաշխավորում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ըստ էության նաև շատերը մեջբերում են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագիրը, որով Թուրքիան ըստ էության Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավոր է, այսինքն այս տեսակետից աշխարհ հակասություն չկա։ Այսինքն փորձենք հասկանալ, եթե Ադրբեջանը այնուամենայնիվ իսրայելական ազդեցությունը գերակշռում է եւ մտնում է այդ ցամաքային ռազմական ավանտյուրայի մեջ, արդյոք Թուրքիան փորձում է իրեն որոշակիորեն ապահովագրել եւ ողջ թուրքական աշխարհը ներգրավել դրա մեջ։ Այո, դուք ճիշտ եք նշում, դեռ հենց դա պետք է հասկանալ, ոչ թե ուրեմն որևէ այլ տարբերակ։ Նման իրավիճակը թուրքական կողմին, Անկարա, պաշտոնական Անկարային, ուրեմն նաեւ մտածելու տեղիք է տալիս, բալավ, եթե ինքը չկարողացավ ի վերջո կանխել նման կարգի պատերազմը, ցամաքային պատերազմը եւ իսկապես պարտադրանքի ուժով ոչ իրեն, այլ Ադրբեջանը ներգրավեց այդ պատերազմում, ինչ դիրքավորում ինքը պետք է վերցնի, ինչ դիրք պետք է վերցնի։ Պատկերացնում եք այնպիսի դիրք, որը կհակասի Շուշիի հռչակագրին։ Դա իր բոլոր ձեռքբերումներից հրաժարվել է նշանակում ըստ էության, այն որ վերջին տարիներին է, այսինքն ստացվում է ողջ հարավային Կովկաս անցնում է Իրանին։ Դա է նշանակում։ Եկեք քարտեզին էլ լավ նայենք, էլի, Ադրբեջանը որտեղից կարող է ստանալ աջակցություն, որտեղից։ Թուրքիայից։ Եթե Թուրքիան հրաժարվում է, ստացվում է Ադրբեջանին ուղղակի թողնում է երախում։ Դա արևմուտքի տեսանկյունից, Իսրայելի տեսանկյունից եւ այլն։ Եվ ընդ որում Ադրբեջանը շատ խոցելի դիրք ունի աշխարհագրական, շատ Իրանի հետ հակամարտության տեսանկյունից շատ խոցելի դիրք ունի եւ այս տեսանկյունից է, որ եթե իրենք գնահատում են, եթե իրենք նման կարգի բան, այսինքն վերջի 5-6 տարվա ընթացքում ինչ ձեռքբերումներ ունեին, իրենք պետք է հրաժարվեն եւ ոչ միայն դա, այլ նաեւ ըստ էության ուրեմն դրա արդյունքում կմիավորվի ցամաքային կապով Ռուսաստանը Իրանի հետ։ Սա արդեն գլոբալ փոփոխություն է։
Հիմա դա թույլ տալ չի կարող, այսինքն եթե Ադրբեջանը մտնում է պատերազմի մեջ, միանշանակ Թուրքիան պիտի մտնի։ Իսկ եթե Թուրքիան պետք է մտնի, ապա պետք է գոնե, եթե սցենարը այդպես է ուրեմն ընթանալու, նման սցենարով է ընթանալու զարգացումը, ապա Թուրքիան գոնե պիտի որոշակի այլ երաշխիքներ ունենա։ Եվ այստեղ բնականաբար գալիս է այդ ներքին ռեսուրսների, նկատի ունեմ թուրքական աշխարհի ռեսուրսների կոնսոլիդացման եւ այլն, որովհետեւ այստեղ այնպես չի որ իրանց ռեսուրսները էլի բավարար են։ Այո, պետք է ուրեմն Իրանը իր մեջքին զգա նման կարգի հարված եւ այդ մեջքը դեմ դիմաց ճակատի Թուրքիա-Իրանը չի, այլ թուրքական աշխարհն է կենտրոնական Ասիայում եւ այլն։ Ասածս նա է, որ դա նաեւ կյանքն է ստիպել, որ այդպիսի ուրեմն բան գնան, ճանապարհով գնան, նման հայտարարությամբ հանդես գալու եւ այլն, որը նաեւ Իրանին զսպող հանգամանք կարադառնա, բայց խոսել, որ դա իր ցանկությունն է, որ մտնի պատերազմի մեջ, ոչ, դա կյանքն է ստիպում այդ ճանապարհով գնալ, որովհետեւ ի վերջո իրանք չեն, որ իրանք կարող են որոշում կայացնել Ալիևին անընդհատ թույլ չտալ, բայց ի վերջո, եթե Ադրբեջանը մտավ կամ հրահրեցին կամ աշխատեց այդ տարբերակը, այնպես ինչպես Նախիջևանի հարվածը եւ այլն, մենք չգիտենք, չէ, դեռ ինչեր կարող է ուրեմն լինել, այսպես որ կողմերը չեն ցանկանում, բայց ուրեմն ներքաշվում են նման կարգի տարբեր սցենարների մեջ։ Եվ այս տեսանկյունից ուրեմն այդ ձեր նշած ուրեմն փաստը դրա արձագանքն է թուրքական աշխարհի կոնսոլիդացիայի։ Շատ լավ։ Ըստ էության այս բոլոր սցենարների դեպքում մեր վիճակը կարելի ասել որ հասական է շարունակում մնալ։ Առաջինը սկսած պետական լծակներին տեր եղած անձանց անլրջությունից եւ երկրորդը ընդհանրապես չդիմադրելու եւ երկիրը այդ մարտահրավերներին չպատրաստելու, այսպես ասեմ, ցանկության բացակայությունից։ Ըստ էության մեզ արդեն համարում են թուրքական աշխարհի կցորդ, երևի համարում են, որ դրանով կարող են մեզ անվտանգ համարել։ Կցանկանամ, որպեսզի մենք խոսենք այն մասին, թե ստեղծված իրավիճակում Հայաստանը իրապես ազգային Հայաստանը ինչպիսի քայլեր կարող էր ձեռնարկել եւ նաեւ մեր հետևորդներին ցույց տանք, որ ըստ էության մենք ընտրության հնարավորություն չունենք, այսինքն այդ կեղծ թմբիրը խաղաղության, այդ կեղծ այսպես ասեմ անլրջությունը, որով մենք վերաբերում ենք այս կարևորագույն իրադարձություններին, ընդհանրապես մեր շատ լավ եք ասել, կարապնարան գնալու համաձայնության նշանն է։ Այդ դուք որպես քաղաքական մտածողության մարդ, պետական մտածողության մարդ ցույց տանք մեր հանրությանը, թե իրականում ստեղծված իրավիճակում Հայաստանը ինչ պետք է աներ եւ ինչին պիտի պատրաստվեր, այն գիտակցումը, որ մենք ուղղակի այլ ընտրության հնարավորություն էլ չունենք։ Ձեր հարցի պատասխանը երկու տարբերակ կա։ Մի բան, որ մենք ունեինք որոշակի ժամանակահատված այդ ընթացքում ինչ պետք է անեինք։ Եվ մի բան, որ ենթադրենք այս պայծրությամբ արդեն կորսված, ասենք, ժամանակ է։ Իհարկե մենք ունեինք 2-3 տարի ժամանակահատված, որ կարողանայինք ստեղծել անվտանգային միջավայր, անվտանգային պատնեշներ, որոնք դաշնակցային եւ ուրեմն այլ պետությունների հետ ունենալով որոշակի կոալիցիոն պարտավորություններ եւ պայմանավորվածություններ կերաշխավորեին, որ նման կարգի պատերազմում դու ինքնուրույն կամ միայնակ չես մնալու, բայց դա կորսված է արդեն։ Ենթադրենք դա մի կողմ թողնենք եւ խոսենք արդեն այս իրավիճակում ինչ հնարավոր է անել։ Եկեք միանգամից ես ուրեմն այն սցենարը նկարագրեմ, որը բնականաբար եթե պատերազմ լինի Ադրբեջանի եւ Իրանի միջև, հրահրվի եւ դա կյանքի կոչվի, Թուրքիային այլ ճանապարհ չի մնում, քանց ուրեմն միջամտել այդ պատերազմում իր դաշնակցային պարտավորությունները կատարելու եւ ոչ միայն իր շահերը հարավային Կովկասում այն համրագրված, այն ձեռք բերված չկորցնելու համար եւ այլն, անգամ որպիսի ինքը կարողանա երբևէ նորից խաղալ Ռուսաստանի եւ Իրանի հետ, որովհետեւ այստեղ արդեն Իրան-Ռուսաստան ուրեմն այդ կտրված կապը, ցամաքային կապը վերականգնվելու եւ ուրիշ Թուրքիայի համար այլ սպառնելիք ստեղծելու վտանգ է ստեղծում։ Հիմա այդ տեսանկյունից եթե պետք է միջամտի, ապա
գոյություն ունի ընդամենը երկու ճանապարհ։ Ես անգամ մի կողմն եմ թողնում Իրանի տարածքով Ադրբեջանին օգնելու, որովհետև դա ուղղակի պատերազմ է նշանակում Իրանի հետ։ Իհարկե կարող է հենց սկզբից էլ ստիպված լինի ինքն էլ պատերազմ հայտարարել, ենթադրենք Իրանին, քանի որ իր դաշնակիցը պատերազմի մեջ է գտնվում, բայց դա արդեն վերաբերում է, որ ուղղակի ցամաքային թուրք-իրանական սահման ամբողջ կտրվածքով պատերազմական գոտի է եւ այստեղ արդեն սնուցել եւ այլն շատ բարդանում է, բայց ենթադրենք միայն օժանդակության մասին այսպես հիպոթետիկ առումով խոսենք, ուրեմն օգնության առումով, ապա երկու ընդհանուր ճանապարհ կա՝ Վրաստան եւ Հայաստան։ Հիմա բնականաբար նման իրավիճակում, եթե Ադրբեջանը պատերազմի մեջ է մտնում, ապա օդային ողջ օդը փակվելու է։ Դա պատերազմի տրամաբանությունն է։ Օդը փակվելու տեսանկյունից բոլոր քաղաքացիական եւ ոչ միայն քաղաքացիական նման կարգի այդ փոխադրումներ տրանսպորտային, ուրեմն օդանավերի միջոցով ելն ուղղակի անհնար է դառնալու։ Ցամաքային կապով փորձել բան անել, կամ պետք է ուրեմն խնդրես կամ միջնորդես կամ չգիտեմ Վրաստանին որպեսի բան, բայց դա արդեն ճշնամական վերաբերմունք է դառնալու Իրանի հանդեպ։ Վրաստանը չեմ կարծում ունենալով Հայաստանի նման թույլ օղակ, խոցելի օղակ, ուրեմն համաձայնվի իր տարածքով բան, հակառակը Վրաստանի կառավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածությունները, որ իր վրայից որ կա այն ավելի խոցելի թույլ օղակը, որը ավելի ձեռնտու, ավելի կարճ եւ նաեւ թուրքական կարելի ասել 100-ամյա երազանքը, բան, ինչի պետք է Վրաստանը այլ կերպ խոսի եւ իր վրա բերի Իրանի ոչ միայն զայրույթ, դա ուղղակի արտահայտվելու։ Այնտեղ պայթելու են իրանական հրթիռները միանշանակ։ Այդ Իրանը այն հիմարությունը թույլ չի տա, որ ճանապարհին կամ մի հարվածով, ասենք թե երկաթգիծը շարքից դուրս չբերի, որպեսզի այդպիսի փոխադրումներ չկատարվեն։ Եւ արդեն բարձ է դառնում Հայաստանի ցամաքային ճանապարհների խնդիրը։ Հիմա ասածս նա է, որ մտածել այդ հայկական այդ բանը միշտ փորձել այլ ճանապարհներ գտնել արդարացնելու համար սեփական անգործությունը։ Այդտեղ չի աշխատելու, Հայաստանն է լինելու։ Եվ Այս տեսանկյունից մեր վտանգները։ Հիմա մարդիկ մտածում են, որ եթե մենք այ գլուխներս կախ լսենք եւ ճանապարհ տանք, դե մեզնից ասում է ճանապարհ, ուրեմն ճանապարհ, ոչ, ճանապարհ տալով դու երբեք չես բրցնելու, որովհետեւ այդ զորքերը որ մտան, իրենք ոչ թե այստեղից մտնելու են այնտեղից դուրս գան, այլ ամբողջ տեղակայվելու են եւ ռազմակալելու են։ Դա համաշխարհային փորձի, քաղաքական տրամաբանության եւ ռազմական տրամաբանության խնդիր է։ Բացի նա, որ եթե դու խնդիր ունես թուրքական կողմի հետ, հիմա նաեւ Իրանի հետ հարվածին, այսինքն դու ընդհանրապես ոչ մեկին պետք չես արդեն։ Ընդհանրապես ոչ թուրքերին ես պետք, ոչ ելուր մնաց Ռուսաստանին, դու ըստ էության Ռուսաստանին էլ ռազմաբազան գտնվում է ռուսական այստեղ, մենք այսօր ինչի չենք խոսում դրա մասին, որովհետև ողջ մարդ ուրեմն Հայաստանի բանը կենտրոնացած է, միտքը կենտրոնացած է նրա վրա, որ 2020 թվականին Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին հայկական շահերին եւ մարդկանց արդեն բացարձակ դուրս է եկած, որ դա անվտանգության որևէ երաշխիք կա, բայց նման կարգի թույլ տվությունը նաեւ նշանակում է կամ Ռուսաստանին էլ ես դու քո վրա հարված բերում որպես դաշնակից եւ այլն եւ նաեւ Ռուսաստանին էլ դու խաղից դուրս ես թողնում քո ձեռքերով, այսինքն դու ոչ պետք չես ոչ Ռուսաստանին, պետք չես ոչ Իրանին, պետք չես ոչ Թուրքիային։ Հիմա այս երեք պետությունները բնականաբար ինչ պիտի անեն, չէ, պոլիգոն, այսինքն Հայաստանը դառնում է ուղղակի հենց լավագույն այն միջավայրը, որտեղ ռազմական գործողությունները պետք է տեղի ունենան, որտեղ ոչ ոքի ձեռ չի տալիս իր տարածքում տեղի ունենան։ Եվ այս տեսանկյունից այն որոշումը, այն ապա քաղաքական, ապա պետական եւ ապազգային որոշումը, իբրև թե եկեք մենք ճանապարհ տանք
Թուրքիային, որպեսզի մեզ ոչ ոք ոչինչ չասի, հակառակը բոլոր ուժերին բերելու է Հայաստան եւ ուղղակի Հայաստան հաջող չի մնալու այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Հիմա ինչ են անդիմախոսները ինչ են առաջ բերում, ինչ բան։ Բա գիտեք, եթե մենք դա չանենք, մենք ստիպված Թուրքիային ինչ որ պիտի դիմադրենք։ Հնարավորությունը ինչ բան գոյապահպանական, պետական, ինքնիշխանության եւ այլ միայն դիմադրության մեջ է։ Միայն որտեղ որ դու քո մեջ շահ կտեսնեն Քեզ կօգնեն այս կամ այն ուժերը շահ կտեսնեն քո դիմադրության մեջ։ Չդիմադրել նշանակում է ուղղակի որպես սուբյեկտ եւ ընդհանրապես գոյ բանը ոչ մեկի համար դու պետք չես, ոչ Թուրքիայի համար, ոչ Իրանի համար, ոչ Ռուսաստանի համար, առավել եւս հերու գտնվող արևմուտքի եւ մնացած երկրների։ Ուզում եմ ասել, մարդիկ իհարկե, երբ որ վտանգ են տեսնում, թշնամություն են տեսնում եւ այլն, այդ ես միշտ այդ բանը բերում եմ, բայց քանի որ խորհրդային շրջանը տեսած մարդիկ շատ կան եւ իմ ասածը գոնե բան կանեն, էլի, այդ հայտնի մուլտֆիլմը Կոտ Լեոպոլդի մասին։ Ребята, давайте жить дружно, էլի։ Այս մտածը այս ժո բանի մեջ, դա ապա քաղաքական բանն է։ Տեսեք, որ հա, կործանարար։ Այդպիսի մտածողությունը, թե վայ, եկեք միասին բարեկամ բան ապրենք, չգիտեմ, լավ լինենք եւ այլն։ Ժողովուրդը կյանքը այդպեսին չի, բոլոր այն մարդիկ, ովքեր այդպես են մտածում, իրանք ընդհանրապես քաղաքականության հետ չպետք է առնչվեն։ Պետության հետ ընդհանրապես չպետք է առնչվեն, որովհետև իրանք կործանում են թե ինքնիշխանությունը, թե պետությունը եւ այլն, թե ազգին։ Եվ ոչ ոքի համար հաճելի չի պատերազմը, ոչ ոքի, բայց եթե դու լինել չնելու խնդիր ես, եթե դու հանձնվում ես, դա ամենաարագ չլինելու ճանապարհն է, ամենաարագ, դրանից ավելի արագ ուղղակի հնարավոր չի։ Կարծել թե այ ոչինչ, դե կգան ոչինչ որ կռազմակալեն, դե ոչինչ որ ուրեմն ստիպված պետք է լինենք իրենց բանակներին կերակրել, հետո արդարացնեն, դե ոչինչ որ մեր տուն են մտնում, ոչինչ որ մեր կանանց են, մեր սնունդը, մեր եւ այլն, չեմ ուզում տարածվել, թող ամեն մեկը իր մտքում այդ ամեն ինչը պատկերացնի։ Շատերը իհարկե ի վիճակի չեն պատկերացնել, բայց թող մտածեն, թե իրանց ընտանիքների, իրանց երեխաների, իրանց ուրեմն տանիքի, տան եւ մնացած ամեն ինչի հետ ինչ է լինելու եւ անգամ այդ աղուհացով դիմավորելը բան եւ դրանից հետո իրանք իբրև թե լինելու են ոչ, այդ ռումբերը պայթելու են ամեն կողմից արդեն ամեն կողմից պայթելու են հենց այստեղ, որովհետև լավագույն տարածքն է դառնում ուղղակի բախման եւ այդ կոմունիկացիաները թույլ չտալու։ Շատ շնորհակալ եմ, պարոն Սարոյան, եթե փորձեմ ամփոփել ձեր ասածը պատկերավոր, ըստ էության, եթե չդիմադրելու որոշում կա, ճանապարհ տալու որոշում կա, բոլորի ռումբերն են մեր գլխին պայթում։ Եթե դիմադրելու որոշում կա եւ դիմադրելու կամք է հայտնվում, գոնե այդ ռումբերի մի մասը կարող են ուղղել թշնամու վրա։ Կոպիտ է հնչում, բայց իրականության մեջ դա է։ Դե ոչ միայն, եթե թուրքական բանակը մտավ, ինքը այլևս այստեղից դուրս չի գալու։ Եվ կարծել, որ, չգիտեմ, բանը, ենթադրենք, Ռուսաստանը ստեղ ռազմաբազա ունի եւ այլն։ Շատերը արդեն իսկ տեսել են, չի 2020 թվականին։ Ով գիտի ինչ մանրադրամի դու կարող ես վերահացել, երբ որ արդեն թուրքական բանակն է այստեղ, ասենք ով ում պիտի ինչ վաճառի ու ոնց պետք է դա վաճառի, քո տարածքը, քո բնակչությունը, քո ռեսուրսները եւ այլն։ Շատ շնորհակալ եմ այս կարևոր եւ կարծում ուսուցողական եւ ինֆորմատիվ զրույցի համար։ Իհարկե կհետևենք իրադարձությունների զարգացմանը եւ կարծում եմ ելի կզրուցենք այս թեմայով։ Ես սա չեմ նշում, որ սա հենց սցենարն է, որ բան, որովհետև մարդիկ միշտ միաշերտ, միակողմ մտածող մարդիկ են։ Բնականաբար ես նշեցի, որ դա Թուրքիային ձեռ չի տալիս նման կարգի պատերազմը եւ այլն, բայց եթե իսկապես Նաթանյահուն կարողացավ հերթական անգամ տեսանք ինչպես Ամերիկային ներգրավեց եւ այլն հերթական անգամ կարողացավ ուրեմն իր ուզածին հասնել, ապա շատ հավանական եւ դաժան Մերձավոր Արևելքում շատ վատ ուրեմն սցենարներ են սպասվում։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։
Հարգելի հետևորդներ, ձեզ համար զրուցեցին նախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը եւ քաղաքագետ Սարո Սարոյանը։ Կարծում եմ շատ կարեւոր, տեղեկատվական եւ մտածելու զրույց ստացվեց, բազմաշերտ եւ միացեք մեզ, լսեք մեզ, տարածեք մեզ, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա եւ որպեսզի փորձենք այս կամ այն չափով կանխել կամ գոնե դանդաղեցնել այն աղետները, որոնք մեզ են սպասվում։ Շնորհակալություն։